Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ, Սպուտնիկ Արմենիային ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գիշերը եւ առավոտյան ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել Տավուշի մարզում, մայիսի 13-ի առավոտյան ժամը 7:20-ից 7:40 կրկին կրակոցներ են եղել, որոնց ձայնը լսվել է անգամ Մովսեսից 16 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Լրագրողը գրել էր, որ վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլև ցերեկը։ Հրադադարի ինտենսիվ էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Հետևեք ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին, նշել էր Պաշտպանության նախարարության խոսնակը։ ՔՊԱ-կան պատգամավոր Արման Եղոյանը հույս ունի, որ հայ ժողովուրդն ամուր նյարդեր ունի ու չի տրվի ադրբեջանական սադրանքներին, ըստ նրա վերջին շրջանի կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարելու հանրային անդորը մեր հասարակության մեջ։ Պատգամավորը հույս ունի, որ լրագրողներն էլ չեն նպաստի հանրային անդորի խաթարմանը։ Օրինակ նրանով, որ մեր սիրելի Ազատություն ռադիոկայանը գնում է եւ ասում է, օй գյուղը դատարկվում է օրինակի համար։ Հետո դպրոցից երեխաներին տանում են եւ նման խուճապային լուրեր, այնինչ հետո ճշտվում է եւ պարզվում է, որ մեկ երեխայի լրիվ իր անձնական ինչ-որ ընտանեկան պայմաններից ելնելով այլ դպրոց են։ Դուք վստահ եք, որ եղել է նման նյութ մեզ մոտ։ Երեխաներին հանում են մասսայաբար դպրոցից, տանում են նման այն մարդը ում հետ, այո, նույնիսկ եմ ասում, բայց եթե այսինքն դուք ամեն ինչ բնակիչների ինչ խոսում են, տարբեր տեղերում, տարբեր բնակիչները տարբեր բաներ են խոսում։ Ասենք Ազատություն ռադիոկայանի մասին էլ տարբեր բնակիչներ տարբեր բաներ կարող է ասեն, դա պետք է ես ասեմ։ Չեմ թիրախավորում, կոնկրետ մարդիկ բան են ասել, ես ուզում եմ հասկանալ։ Այսինքն բնակիչ ասելով դուք արժանահավատությունը, դա չէ ճշտում։ Բնակիչը որ ասեց երկրը, մի դեպք եթե բնակիչը ասեց երկիրը տափակ է, Ազատություն ռադիոկայանը պիտի ռեպորտաժ անի, ասի ըստ մի բնակչի երկրագունդը տափակ է։ Ազգային ժողովի նիստում հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, հավաստիացումները։ Գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանը հավաստիացրել է, որ մարտի 1-ի գործը իր ուշադրության կենտրոնում է։ Այդպես էլ անհայտ է մնում մարտի 1-ին 10 զոհերի հանգամանքները, ինչպես են տեղի ունեցել սպանությունները։ Երեկ պարոն Հակոբ Արշակյանն էլ զգացական ելույթ ունեցավ, նորից վերապրեցինք մարտի 1-ի օրերը։ Ես ուզում եմ հասկանալ, 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը անընդհատ հայտարարում էր, որ իր առաջնահերթությունն է մարտի 1-ի բացահայտումը որպես քաղաքական լիդեր։ Բայց այդ առաջնահերթությունից կամ առաջնահերթության հանրահռչակումից անցել է մոտ 8 տարի։ Ոչինչ հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, իմ կարծիքով ամբողջությամբ բացահայտված է։ Մեզ պետք չի որևէ մեկի կարծիքով բացահայտումը։ Մեզ պետք է իրական բացահայտում մարտի 1-ի։ Ի վերջո, որպես նաև ես Նիկոլ Փաշինյանին հավատացող եւ հավատացած մարդ, նաև դրա համար եմ հրապարակ գնացել, որպես իրավատեր քաղաքացի, որ մարտի 1-ի գործը պիտի բացահայտվեր Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության օրոք։ Բայց այդ բացահայտումը չկա, մենք փոխարենը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը գնում է խրոխտ արձանի բացման մարտի 1-ի առիթով, այսինքն մենք իշխանության էինք բերել Նիկոլ Փաշինյանի, որ մարտի 1-ի առիթով արձան դներ, հուշարձան կառուցեր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունենք։ Ես հասկանում եմ, որ գուցե շատ մանրամասների դուք չեք տիրապետում այս թեմայով, բայց այնուամենայնիվ, որպես սկզբունքային հարց, ես ուզում եմ ազգային ժողովի ամբիոնից հստակ պատասխանեք, մարտի 1-ի բացահայտումից ինչ կա։ Մարտի 1-ի գործի մասով ասեմ, որ իմ ուշադրության կենտրոնում է այդ գործը, եւ այս պահին քննչական կոմիտեի հետ, հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել եւ այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Այդ մասին, եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը եւ դուք կտեղեկացվեք միանշանակ։ Շնորհակալություն։
Ազգային ժողովի նիստին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խոսքն ուղղելով Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանի ելույթի շրջանակում հնչեցված քննադատություններին, թե Հայաստանում բռնապետություն է, պատասխանել է, որ եթե Հայաստանում լիներ բռնապետություն, բոլորն ուղղակի պապանձված կլինեին եւ այդ ամյոնից չէին կարող գալ ու երկրի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել այն ամենը, ինչ հնչել է։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 7-ին շատերս մասնակից դարձանք Աժդահլիճում անցկացվող նորաձև կրթված բռնապետիկը թեմայով մաստեր կլասին։ Կասեք ինչ կապ ունի մաստեր կլասը օրվա քննարկվող հարցի հետ, ուղիղ կապ։ Բացատրեմ ինչպես, ինչին եք դժգոհ, բռնապետ թե բռնապետիկին։ Բացատրեմ ինչպես։ Ինչ կատարվեց, ինչու վարչապետն այդպես մեղմասած հունից դուրս եկավ։ Օրվա իշխանությունները ամեն տեղ ու ամեն ժամ թմկահարում են, թե իրենք երկիրը դարձրել են ժողովրդավարության բաստիոն։ Երկրում արմատախիլ են արել կոռուպցիան։ Այս պնդումները դարձրել են իրենց բրենդը, բայց իրականության մեջ իրենց թիմակիցներն ու գործընկերները ամեն օր իրենց գործողություններով հակառակն են ապացուցում։ Իրենք այդ ամենը լավ հասկանում են քիչ է, այս ընդդիմադիրներն էլ մյուս կողմից անընդհատ երեսով են տալիս։ Ամեն օր կոռուպցիոն մի նոր սկանդալի, ժողովրդավարության խախտման մի նոր փաստի մասին են բարձրաձայնում։ Բա էլ ոնց դիմանան այս ամանին, բա էլ ոնց ունից դուրս չգան։ Էլ ոնց չդիմեն մաստեր կլասին, այն էլ նորաձև կրթության մեթոդներով։ Պարոն Նահապետյան, դուք նշեցիք, թե չգիտեք ինչ է քաղաքական կոռուպցիան, բայց հուսամ գիտեք, որ վարչական ռեսուրսի կիրառումը իշահ իր ու իր կուսակցության իշխանության պահպանման նույնպես կոռուպցիայի դրսևորում է, թե դա էլ չգիտեք։ Այժմ օրեցօր խորացող կոռուպցիայի դրսևորումներից մեկի կրթությունը նորաձև է նախաձեռնության մասին։ Դրա շրջանակներում անց է կացվել հաղորդակցության հմտություններ խորագրով վերապատրաստման եւ կարողությունների զարգացման դասընթաց, որի մի քանի բաղադրիչը համոզիչ հաղորդակցում, պատմելու արվեստ ուղղակիորեն ներկայացվեցին ԱԺ-ում մաստեր կլասով։ Այսինքն այդ ինչ հմտություններ եք սովորեցնում մասնակիցներին, ինչպես գործած մեղքերի համար ապագա պատասխանատվությունից խուսափելու համար հիմքեր ստեղծելու նպատակով նախընտրել խեղճարիֆի ու տգետի կարգավիճակը, ինչպես թքել քաղաքացու վրա որջվերի պես, ինչպես Հովիկ Աղազարյանի բնութագրմամբ ստվեր չառաջացնող դատարկություն լինելով հայոյել падգամավորին ու չկմեղանալ, ինչպես վիրավորել լրագրողին ու խուսափել պատասխանատվությունից, ինչպես թաղապետով ու թիմով ծեծել հասարակական ակտիվիստին ու հենց ծեծվողին կալանքի տանել, էլ որն ասեմ, էլ որը։ Բա վարչական ռեսուրսի կիրառմամբ կոռուպցիա չի, երբ հասարակական նախաձեռնության երկու բանախոսների համար պետական միջոցներից այդքան ռեսուրս է ծախսում, նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով։ Որևէ մեկը կարող է մեկ այլ հասարակական շարժում կամ նախաձեռնություն նշել, որի գործունեությունն այդքան պետական աջակցություն ստանա։ Ինչու են պետական կառույցներն ապահովում մասնակիցների ներկայությունը։ Ինչու են մասնակիցներից հավաքվում հեռախոսները, պայուսակները, նույնիսկ ժամացույցները։ Մենակ թե չասեք, թե վարչապետի կամ նրա կնոջ անվտանգությունն են ապահովում։ Չէ՞ որ մեկն այդ պահին հանդես է գալիս ոչ թե որպես վարչապետ, այլ որպես բանախոս, իսկ մյուսն էլ ստի պաշտոնապես գրանցված ամուսին չի։ Սա դեռ քիչ է, Աննա Հակոբյանը հայտարարում է, թե իրենց արշավի նպատակը մարդկանց տգիտության ճիրաններից ազատելն է։ Բա որևէ մեկ իրեն չի ասել, որ մյուս բանախոսը Փաշինյանն ինքն է խոստովանել իր ու կառավարության տգիտությունը, կամ մասնակիցները գիտեն, որ իրենց հավաքել են, որպեսզի իրենց հանեն տգիտության ճիրաններից։ Փաստորեն տգետը իր տգիտությամբ հանում է մյուսներին տգիտության ճիրաններից։ Խելքի հաշեցեք։ Տիկին Գյուրեղյան, եթե Հայաստանում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձված կլինեիք։ Եվ դուք չէիք կարող այս ամբիոնից գալ եւ այդպիսի բաներ խոսել։ Դա ուղղակի աքսիոմատիկ ճշմարտություն է։ Որևէ երկրում, որտեղ կա բռնապետություն, որևէ մեկը չի կարող գալ եւ երկրի ղեկավարի նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել այն ամեն ինչը, ինչ որ դուք նոր այստեղից արեցիք։ Դա մեկ։ Երկրորդը, որ բան եք անում, ծաղրում եք էլի խաչակրած արշավանք եք իրականացնում, կրթվել է նորաձև է շարժման նկատմամբ, ես ուզում եմ ասել, որ ոչ կրթվել է, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, դուք հանգիստ եղեք, դուք ժիգուլի եք եւ մնալու եք ժիգուլի, ի սկզբանե կատարյալ ձեր բնորոշումը ես տվել եմ։ Ես իրեն անձնապես չեմ վիրավորում, ես ձեր մտածողությունն եմ ներկայացնում, պարոն Բա չէիք լսում պարոն Մինասյան, պարոն Մինասյան չէիք լսում Գյուրեղյանի ելույթը, չէիք լսում Գյուրեղյանի ելույթը միջև հիմա, չէիք լսում, չէ, բա չէիք լսում, Գյուրեղյանին
Պահանջեիք պարոն Արշակյանից, որ Տիկին Գյուրեղյանին բանանի, ասի մի վիրավորեք։ Բախի չասեցիք։ Ոնց ասի ինչ ասեք։ Բա գնա լսի։ Լավելի պարոն Մինասյան, խնդրում եմ էլի եկեք կգաք ելույթ կունենաք կարտահայտվեք։ Պարոն Մինասյան, տեղից Հիմա ես էլի եմ ասում, ձեզ չի սպառնում ոչ կրթությունը, ոչ նորաձևությունը, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք, դրա նկարագրությունը տվել եմ։ Տգիտության մասին եք խոսում, դուք տգիտության լաբորատոր նմուշ եք, տեղով։ Դանին-Կրյուգերի էֆեկտն եք, էդ էլ եմ տվել։ Դուք մարդ եք, ով որ այսօր բան Երևանի չէ, Հայաստանի համալսարաններից մեկում դասա տալիս, բայց էլի չեմ դադարի հնչեցնել, երբ որ ասում էր բանը, Բագրատը մտավ Վանաձոր, անձրևը կտրվեց։ Դա ո՞նց կարելի է բնագետը, բնագիտության վերաբերյալ դասավանդող մարդը ո՞նց կարա տենց բան ասի, ժողովուրդ հասկա, ցնդաբանություն, եկել աստե կրթությունից է խոսում մարդը։ Եկել է կրթությունից է խոսում, ինչ որ տերմիններ է բանանում, այստեղ ճամարտակում եւ այլն եւ այլն։ Կամ ասենք, բանը ինչքան կարելի է հատկապես ձեր խմբակցության որոշ անդամների կողմից գալ եւ այդպես թիրախավորել վարչապետի կնոջը։ Հատկապես այդքան իջնելով, այդքան էժանանալով։ Ես ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել, բացի նրանից, որ դուք ուղղակի դժբախտ մարդ եք։ Վաղ Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցում դասադուլ է ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհում են պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից, որը արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում եւ ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին։ Ծնողների խոսքով ուսուցիչը քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը։ Ինքը Դավթյանը հերքում է բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ դպրոցի ամբողջ անձնակազմը ծնողների ու աշակերտների հետ միասին դուրս են եկել իր դեմ եւ ցանկանում են ազատվել իրենից։ Ամեն օր մի աշակերտի վիրավորումը, ոչ adekvat պահվածք, ոչ դասապրոցես է ընթանում, ընդհանուր դասարանի վիճակը շատ ահավոր է, որտեղ պատմության ուսուցչուհին կանչում ենք, որ ասենք ինքը մասնագիտական երեխաների հետ աշխատի, բայց մենք այդ օգուտը չենք տեսնում, երեխաները պատմության առարկա 0։ Ընդհանրապես ինքը դասապրոցես չի, ինքը զբաղվում է ծամոն ծամելով, հաց ուտելով դասարանում։ Ուսուցիչը։ Այո, երաժշտություն, երեխաներին վիրավորելով։ Ինչպես է վիրավորում ներեց։ Դե հիմա չեմ կարող տենց բարտահայտել։ Թուրք են երեխաները, թուրք են։ Ինքը բոլոր երեխաներին անպատվում է թուրք անվանելով։ Չեմ փորձել պարզել ինչի են թուրքած։ Փորձել ենք բարձել, մենք էլ աշակերտներն են ուսուցչական կազմն են, բայց նա ասում է դուք թուրք եք ու վերջ։ Ու իր ասելուց 2 րոպե հետո ինքը ասում է ես նման բան չեմ ասել, չեմ արտահայտվել։ Ինքը բոլոր աշակերտները միաբերան պնդում են, որ նման բան ասել։ կապ չունի դպրոցի ինքը դասավանդում է թե չի դասավանդում, դա ընդհանրապես կապ չունի։ Ինքը կարա շատ հանգիստ մանիպուլյացիայի ենթարկի ամբողջ ուսուցչական կազմը, ու ինքը շատ հանգիստ կողքից կանգնի նայի ու զմայլվի, որ ինքը ոնց է հենց հիմա մեր դասատուներից ոմանք այնտեղ ներսում նստած, տնօրենի կաբինետում նստած շատ վատ են։ Այսօր շտապօգնություն ա եղել է օր, որ 4 անգամ է շտապօգնություն եկել ուսուցիչների համար։ Մեր ուսուցիչներին ինքը անպատվում է, ես 4 հատ երեխա եմ ուղարկել այս դպրոցը։ Նման բան երբեք տեղի չունեցել, ոչ մի տարիների ընթացքում sense բան չի եղել, որ ինչ որ մի հատ մեկի պատճառով ամբողջ դպրոցը այսպես ոտի հանեն, ինչի համար մենք ուղղակի պահանջում ենք նրա հրաժարական, թող ինքը դուրս գրվի, թող գնա այստեղից, հանգիստ թողնի, մեր անդորը խանգարում է ինքը ընդհանրապես։ 7-րդի է դասարանից։ Մեկ ուրիշի դեմ լարված չէ։ Ես ծնող եմ, ես ուզում եմ հասկանամ, ինչի են ձեր դեմ լարված, մեկ այլ ուսուցիչի դեմ լարված չէ։ Ես կոնկրետ զգացել եմ, որ ես հարվածի թիրախ եմ։ Ոնց կարա ուսուցիչը, որ զգում է ինքը հարվածի թիրախ է բան անի, երեխայի ասածի մեջ սխալներ կար։ Բան ասեմ ձեզ, ես սովորել եմ, ավարտել եմ այս դպրոցում, մեր հարգանքը ուսուցչի նկատմամբ ամենաբարձր կետի վրա է։ Այդ ոնց է եղել։ Եթե տեսեք ինչ եմ ասում, եթե երեխաները ուսուցչին չհարգեցին, իր դասը չեն լսելու, իր դասը չեն սովորելու։ Ուսուցիչից է գալիս ամեն ինչ։ Կարելի է, ես ամենաբարի ուսուցիչն եմ եղել, որ ամեն մի գրքերով պարգևատրել եմ երեխաներին, իրենց արած դասը սովորելու, լավագույն
պատասխան տալու համար, այսինքն ես ամեն ինչ ոգևորել եմ։ Ինչու կա լավը չեն ասում ուսուցչի, վատն ինչու չէ, կազմակերպվել է տնօրենի կամ էլ չգիտեմ ինչու, շատ լավ եմ լսում։ Իմ երեխան ասում է Տիկին Դավթյանը որպես մասնագետ լավ մասնագետ է, բայց ինքը իրան պահելու ձև չունի։ Վիրավորում է երեխաներին, տարբեր բաներ է ասում, չեմ ասում ես ում, այս պահին ես անկեղծ եմ ասում։ Տեսեք ասում եմ իմ երեխան Իմ երեխան ասում է Տիկին Դավթյանը լավ մասնագետ է, լավ մասնագետ, որպես մասնագետ լավ է։ Որպես մանկավարժ, ես առաջինը մանկավարժ։ Ինքը լավն է խոսում, ասում է որպես մասնագետ լավ մասնագետ է, բայց ասում է վարքի առումով ինքը վիրավորում է։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում։ Տարբեր վատ բաներ։ Լավը չեն ասում խփել է, ես Սկսեմ, ասեմ, ուրեմն այն օրը դասի ժամանակ ինքը իր աթոռը վերցրեց, տալավ կցրեց պատին, պատի վրա հենվեց, սեղանը քաշեցի գծեց, ասեցի ես այնքան դասը չեմ պատմելու, միջև այս դասի ավարտվելը։ Հա, միջև լռեք չէ, դուք միջ ասել եք, գնում հետ եք կպնում ու սենց եք անում, ծամոն եք ծամում, այն օրը հմիա ասում եք ընկեր Դավթյան, որ դուք հիվանդ չեք, բայց այն օրը ծնողական ժողովի ժամանակ դուք ասում եք, դուք դուռը փակել եք իմ վրա, դուք չեք թողում գնամ ածուտեմ, խնդրում եմ, իմ փորը ցավում է, այսպես, դուք ձեր փորը բռնած, ես այնտեղ եմ եղել, ասում եք, ես սոված եմ, դուռը բացեք գնամ հաց ուտեմ, ծամուն եք ծամում, դուք ձեր կյանքի մանրամասներն եք պատմում, ձեր բումաժնիկը բացել եք, ցույց եք տալի, ասում եք, նայ ես գումար չունեմ, ասում իմ վարկը պետք է հաստատվի, դե ես գումար չունեմ, իմ աշխատավարձը քիչ եք տալի, հորս ալ է բասել ես ասում Կոնյակագործները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի Վրաստանի դեսպանատան դիմաց պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն։ Նրանք նշել են, թե բողոքի ակցիայի միջոցով փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել հնարավոր բոլոր ճանապարհներով, որպեսզի խնդիրը լուծվի։ Կոնյակագործները հանդիպել են Վրաստանի դեսպան Գեորգի Շարշվաշիձեի հետ։ Կոնյակի մասին է եւ շշալցված եւ նալիվով, այսինքն մենք այնտեղ ունենք ոչ միայն շշալցված կոնյակներ, այլ այնտեղ ունենք նաեւ ցիստերնաներով, երկու ցիստերնաներով դեպի Բելարուսիա ուղևորվող մեքենաներ։ Ունեմ գինիով մեքենաներ, եթե նույնիսկ այստեղ հարցը կոնյակին է վերաբերում, այս պարագայում գինու արտահանումը պետք է չկանգնեցնել, բայց այս պահին ես անձամբ ունեմ այդտեղ կանգնած գինով մեքենա։ Խոսքը միայն Արարատի կոնյակի գործարանի մասին է, թե բոլոր Հայաստանի տնտեսվարողների մասին։ Ես հանդիսանում եմ Պրոշյանի կոնյակի գործարանի այլ տնտեսվարողներին էլ է վերաբերում, թե դա միայն ձեզ։ Որքանով որ տեղեկացված ենք, այս հարցը շատ ավելի լայն է, քան պատկերացնում ենք, որովհետև այնտեղ կանգնած են ոչ միայն մեր գործարանի կոնյակները, այնտեղ կան կանգնած Շահնազարյանից, Եղվարդից, տարբեր գործարաններից կան մեքենաներ, բայց նաև կան խոսակցություններ, որ կան գործարաններ ու մեքենաները գնում եւ ուղղակի կանաչ լույսով անցնում են։ Դա մեզ նույնպես հուզում է, ուզում ենք հասկանանք ինչով է պայմանավորված, եթե կա անցնելու տարբերակ, ինչու մենք դրա մասին տեղեկացված չենք։ Եթե կան գործարաններ, որոնք որ անցնում են, ու խնդիրը մեր գործարանի կամ մի քանի գործարանների հետ է, այդ դեպքում թող կազմակերպեն հանդիպում, թող գրավոր ներկայացնեն իրենց պահանջները, պարզաբանում պահանջը, մենք էլ մեր կողմից փորձենք ինչ-որ բան ասել։ Հույս ունենք, ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում իրենք մեր հետ կապ կհաստատեն, իրենք վերցրեցին մեր կոնտակտները եւ խոստացան, որ անմիջապես մեր հետ կապ կհաստատեն պատասխան ստանալուց հետո։ Հակառակ պարագայում ինչ կանեք, եթե հակառակ պարագայում մենք շարունակելու ենք մեր խաղաղ ակցիաները, որովհետև սա լուրջ խնդիր է, որը պահանջում է շուտապույտ լուծում։ Պարզաբանում իրենց գործողությունների մասով Ոչինչ, ընդհանրապես ոչինչ։ Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեի խոսքով Կրեմլի ղեկավարի այցը Թեհրան մշակման փուլում է։ Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ներկայդրությամբ, այլ մանրամասներ, նաև այցի ժամկետները հայտնի չեն։ Մինչև այդ էլ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի կեսերին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտնել էր, որ Թեհրանը հույս ունի 25 թվականին Պուտինը կայցելի Իրան։
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հական Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությունը մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ոդքոֆը հայտնել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադ է ժամանել, որտեղ ինքնաթիռի աստիճանների մոտ նրան անձամբ դիմավորել է Սաուդյան Արաբիայի թագաժարան արքայազն Մուհամմեդ բին Սալմանը։ Դիտորդների գնահատականով այս ժեստը բացառիկ է սովորաբար օտարերկրյա առաջնորդներին օդանավակայանում դիմավորում է նահանգապետը, այլ ոչ թե թագավորական ընտանիքի ներկայացուցիչը։ Թրամփը խոսել է Մոսկվայի եւ Պեկինի հետ բանակցությունների մասին։ Սաուդյան Արաբիա կատարած այցը ամերիկացի առաջնորդի Մերձավոր Արևելյան շրջագայության առաջին կետն է։ Շրջագայության ընթացքում նա կայցելի նաեւ Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցի շրջանակում նախատեսվում է համաձայնագրեր ստորագրել արհեստական բանականության, էներգետիկայի եւ հնարավոր է պաշտպանության ոլորտներում։ Բանակցությունների առանցքային թեմաներն են Գազայի հատվածում առկա հակամարտությունը, տարածաշրջանային անվտանգությունը եւ Իրանի հարցը։